Ոստիկանական բարիկադներ են Ստամբուլի քաղաքապետարանի մոտ արգելափակված է Թաքսիմ հրապարակը։ Բոլոր այն փողոցները, որ տանում են այդտեղ, մետրոյի մի քանի կայարաններ են փակ, անվտանգության ուժեր են ամենուր, որտեղ հնարավոր է նորից բողոքի կայծեր բռնկվեն։ Եվ չնայած այս ամենին, ակցիաները շարունակվում են։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը հետևած բողոքի ալիքը Թուրքիայի իշխանությունը փորձում է ճնշել նոր ձերբակալություններով։ 37 հոգի բերման է ենթարկվել սոցցանցային գրառումների համար։ Դրանք Թուրքիայի ներքին գործերի նախարարը Սադրիչ էր որակել։ Կրքերն այսօր թեժացել են նաև խորհրդարանում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ու ընդդիմադիր ժողովրդահանրապետականի պատգամավորների միջև լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ Երեք Թուրքիայի մի շարք քաղաքներում Ստամբուլից բացի Անկարա, Իզմիր, Տրապիզոն հզոր բողոքի հավաքներ սկսվեցին, երբ ձերբակալվեց նախագահ Էրդողանի հիմնական մրցակիցը 2018 ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Նրա հետ եւս 87 հոգի քաղաքապետարանի աշխատակիցներ, լրագրողներ, բիզնեսմեններ։ Քրեական գործն առնչվում է ստվերային եկամուտներին, փողերի լվացմանը, ահաբեկչական կապերին։ Ձերբակալվածների թվում է նաև Իմամօղլու Construction շինարարական կազմակերպության համասեփականատերը։ Թուրքական ոստիկանությունը միլիոնավոր լիրաների կադրեր է տարածում, ասում են ձերբակալված քաղաքապետի համախոհների դարակներից են գտել 40 միլիոն թուրքական լիրա։ Չեղարկվել էր նաև քաղաքապետի դիպլոմը, ըստ իրավապահների այն խախտումներով է ձեռք բերվել։ Այդպիսով Իմամօղլուն նախագահական ընտրություններում առաջադրվելու իրավունքից զրկվում է։ Այնինչ խոշորագույն ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության հավանական թեկնածուն էր։ Այս փաստն էր հազարավորների փողոց հանել 3 մինչև ուշ գիշեր։ Էկրան Բաշկանımızı Երբեք չենք ընդունի այնինչ տեղի ունեցավ մեր քաղաքապետի հետ։ Սա լրիվ դավադրություն է։ Այս օպերացիան իրականացրին, որ ժողովրդահանրապետական կուսակցության նախնական ընտրությունները կանխեն։ Սա անարդար ու անօրինական է։ Engellemek adına yapılmış bir operasyon olduğunu düşünüyorum. Այս կիրակի Օզգյուր Օզելի գլխավորած ժողովրդահանրապետական կուսակցությունը պիտի նախնական ընտրության պրայմերիզի միջոցով որոշեր նախագահական ընտրությունների իր թեկնածուին։ Ավելի վաղ էր հայտնի, որ ընդդիմության թեկնածուն Իմամօղլուն է լինելու։ Օզելն այս ամենը իշխանության կազմակերպած կանխարգելի չեղաշրջում էր որակել Թուրքիայի հաջորդ նախագահի դեմ։ Bugün Tayyip Erdoğan Այսօր Թայիպ Էրդողանը փորձում է կոտրել Էքրեմ Իմամօղլուի բազուկը, բայց նա այդ բազուկն անգամ ծալել չի կարողացել։ 4 seçimi de kaybettiği için Էրդողանի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտարարել է, վճռականորեն հակազդելու են Թուրքիայի առաջնորդի հեղինակությունը վտանգող ընդդիմադիրների ջանքերին, հորդորել հետևել քրեական գործի ընթացքին, ոչ թե փողոց դուրս գալ։ Ընդդիմադիր գործչի համակիրները սակայն նահանջից չեն խոսում։ Şiddetli bir hukuksuzluk olarak Սա մեծ անարդարություն է, նրանք հապշտապ ձերբակալեցին քաղաքապետին։ Նրան մենք մեր ձայներով ենք ընտրել։ Այս ամենը ժողովրդավարական գործընթաց չէ։ Գողանում են մեր ձայնը։ düşünüyorum ve kınıyorum. Ama halk yine cevap Երեք տեսակ բոլորը փողոցներում ու հրապարակներում էին։ Հրապարակներն ու քվեատուփերը ցույց կտան, թե ինչ դուրս կգա այս ամենից։ Կհաղթի նա, ով արդար է։ haklı olan kazanacak diyorum. Այսօր օրվա երկրորդ կեսին բողոքի ակցիաներին զուգահեռ տարածվեց ձերբակալված ընդդիմադիր գործչի X-ի գրառումը։ Էքրեմ Իմամօղլուն նախ դատական համակարգին է դիմել ընդվզել ու պայքարել, չծառայել իշխող ուժին, իսկ իշխանականներին հորդորել է չլռել, արտահայտվել։ Այս ամենն այժմ բոլորիս է վերաբերում, սկսած ձեր ընտանիքներից։ Այնպես չէ, որ եթե օձը ինձ չի կծում, թող 1000 տարի էլ ապրի։ Ձեզնից յուրաքանչյուրը պիտի բարձրաձայնի, եթե նույնիսկ օձը ինձ չի կծում, չի կարող ապրել մեր երկրում։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը շատ վատ նշան է, այսօր հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ընդգծել դա չի կարող ազդեցություն չթողնել Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունների վրա։ Նման առաջատար ընդդիմադիր գործչի ձերբակալությունը ծանր բեռ է թե թուրքական ժողովրդավարության, թե Եվրոպայի ու Թուրքիայի հարաբերությունների համար, նշել է Շոլցը։ Կրեմլից ասել են Թուրքիայի ներքին գործն է չենք մեկնաբանում։
Թուրքիան եռում է եւ ամենայն հավանականությամբ մինչեւ կիրակի էլ իրավիճակը չի հանդարտվի։ Ընդդիմադիր ժողովրդահանրապետականի առաջնորդ Օզելը մարտի 23-ը հռչակել է արտահերթ ընտրությունների սկիզբ մարդկանց հավաքի կանչել, որում թեկնածու պիտի հռչակեն ձերբակալված Իմամօղլուին։